Արման Եղոյան։ Պարոն Գևորգյան, դուք Տիկին Յոլյանի կենսագրականի մեջ մի այսպիսի ձևակերպում արեցիք, այն ներկայացնելիս 49-ից գրի եմ արել, որ ճիշտ մեջբերեմ, 44-օրյա պատերազմի ընթացքում համակարգել է թիկունքային ապահովման ողջ աշխատանքները Գորիսում։ Այդ Տիկին Յոլյանն է այդ ձևակերպումը տվել ինքն իր մասին եւ ինչ կարգավիճակում է ինքը համակարգել թիկունքային ապահովման ողջ աշխատանքները Գորիսում։ Ինչով է դա արտահայտվել, ինչի մասին է այդտեղ խոսքը ընդհանրապես։ Պարոն Եղոյան, ճիշտ ասած ես չեմ հասկանում ինչն է այդտեղ խնդիր առաջացնում, որ հստակ ասեք ողջ բառն է, թե թիկունքն է, թե Գորիսն է, որ ասեք հստակ ինչն է խնդիր առաջացնում ձեր բարձրացած հարցի հետ կապված, միգուցե փորձեմ պատասխանել կամ Տիկին Յոլյանն ավելի մանրամասն կպատասխանի։ Արձագանք։ Հա չէ, պարոն Գևորգյան, միտքը տարբեր բառերից է բաղկացած լինում։ Մի բառով միտք չես հասկանում։ Բոլոր բառերը պետք է միասին դնես, որ միտքը հասկանալի լինի։ Սա մեկ միասնական միտք է։ Ինչ կարգավիճակում, այսինքն որ կարգավիճակում կամ որ կարգավիճակում է հնարավոր համակարգել թիկունքային ապահովման ողջ աշխատանքները Գորիսում, ասենք զինված ուժերի գլխավոր շտաբում աշխատել, թե մարզպետարանում, թե սոցիալ նախարարությունում, թե եթե քաղաքապետարանում, ապա ինչ պաշտոնում արդյոք հերիք է իր լիազորությունները մի ամբողջ թիկունք ապահովելու համար Գորիսում, այդ է հարցը։ Պարոն Եղոյան, կարծում եմ դուք ինքներդ գիտեք պատերազմական ժամանակահատվածում թիկունքային աշխատանքները իրենցից ինչ են ենթադրում։ Ըստ այդմ իր զբաղեցրած պաշտոնին, իր զբաղեցրած դիրքին համապատասխան եւ նաեւ լինելով հայ, լինելով գորիսեցի, փորձել է ամեն ձև համակարգել այդ աշխատանքները, որպեսզի առավելագույնս արդյունավետ լինի մեր հայրենակիցներին։ Այդ ժամանակ ինքը փոխքաղաքապետ չէր։ Դե երևի ճիշտ պատասխանը կլիներ այն, որ քաղաքապետարանի մասով է համակարգել։ Դե ոչ միայն ենթադրում եմ։ Քաղաքապետի։ Հա, ասում եմ ոչ միայն, ուրեմն հարցը տեղին էր, եթե ոչ։ Այնպիսի աշխատանքներ են, որ յուրաքանչյուր հայ ներգրավվածություն ա եղել այդպիսի թիկունքային աշխատանքներին, ինչպես որ ձեր գործընկերներից շատերը մեկնել էին Արցախ։